Սիրելի աշակերտներ, երկրորդ դասարան, խաղի ընթացքում շատ ժամանակ մենք վերցնում ենք որևէ խաղաքար և տալիս ենք մեկ այլ, տեղի է ունենում փոխանակում։ Եվ քանի որ մենք արդեն ծանոթ ենք խաղաքարերի մոտավոր արժեքներին, ապա կարելի է եզրակացնել, երբ է փոխանակումը ձեռնտու, իսկ երբ ոչ։ Սույն օրինակում սպիտակ փիղը կարող է վերցնել սևերի նավակը, և այդ դեպքում սպիտակները կվաստակեն 5 միավոր, որովհետև նավակը 5 միավոր է։ Իրենց հերթին այդ նավակն ուներ պաշտպան, և այժմ ձին կարող է հարվածել սպիտակների փղին։ Սևերը կվերցնեն սպիտակ փիղը, իսկ փիղն արժեր 3 միավոր։ Սևերը կվաստակեն 3 միավոր, բայց փոխանակման ընթացքում սպիտակները այստեղ դուրս եկան օգուտով, 5-ը 3-ից մեծ է։ Մեկ այլ օրինակում, եթե մենք այստեղ սպիտակներով խաղացող փղով վերցնենք մրցակցի ձին, ինչ տեղի կունենա, մենք կշահենք ձիու միավորները 3 միավոր, ձին արժեր 3 միավոր, սևերը իրենց հերթին կարող են վերցնել սպիտակների փիղը և նույնպես կվաստակեն 3 միավոր։ Տեղի ունեցավ հավասար փոխանակում, այս փոխանակումը կոչվում է համարժեք։ Եթե ահա այստեղ ձերնիկ դաշտում ձիու փոխարեն լիներ սև զինվոր, ապա այստեղ ձեռնտու չէ սպիտակներին վերցնել զինվորը։ Ինչու՞։ Որովհետև զինվորը վերցնելիս մենք կվաստակենք զինվորիկի 1 միավորը, սևերը իրենց հերթին կվերցնեն մի ամբողջ փիղ, ինչը համարժեք է 3 միավոր։ Փաստորեն փոխանակումը ձեռնտու չէ, մենք վերցրեցինք 1, այս տվեցինք 3։ Այսպիսով միշտ ցանկալի է վերցնել մեծ միավորներ ունեցող խաղաքար, իհարկե առաջ հերթին թագուհի։ Հարցը հետևյալն է, արդյոք այս սլաքով ցույց տված փոխանակումից հարվածից հետո այն կլինի համարժեք, հավասար։ Մի տեսնենք, եթե սպիտակները հարվածեն նավակին, կվաստակեն 5 միավոր, քանի որ վերցեցին մի ամբողջ նավակ, նավակը 5 միավոր։ Սևերն իրենց հերթին կարող են վերցնել փիղը զինվորով կամ ձիով, եկեք վերցնենք ձիով։ Սևերը վերցրեցին փիղ և ստացան 3 միավոր։ Իհարկե փոխանակումը համարժեք չէր, և այստեղ օգուտ քաղեցին սպիտակները, վերցրեցին մի ամբողջ նավակ, 5 միավոր։ Նույն հարցը այս սլաքով փոխանակություններից հետո արդյոք այն համարժեք է, եկեք փորձենք։ Նավակով վերցնում ենք ձի, նավակը վերցնում է Y7 և մենք վաստակեցինք 3 միավոր, իրենց հերթին այդ ձին ուներ պաշտպան, փիղը կարող է հիմա հարվածել սպիտակ նավակին։ Վերցրեցին նավակը և վաստակեցին մի ամբողջ 5 միավոր։ Կարծես թե սևերը հաղթող են դուրս գալիս, ամեն դեպքում փոխանակումը համարժեք չէր, բայց այստեղ կա շարունակություն, այդ նույն նավակը ուներ պաշտպան, և դա մեկ այլ նավակն էր նրա պաշտպանում։ Հիմա սպիտակները շարունակելով փոխանակումները շարունակում են, վերցնում ենք ևս մեկ խաղաքար փիղ, որը նույնպես 3 միավոր էր, գումարվեց 3։ Արդյունքում սպիտակները ունեցան 6 միավոր։ Ուրեմն փոխանակումը համարժեք չէր և այն օգուտ բերեց նորից սպիտակներին, տեսեք 6-ը 5-ի դեմ։ Կա ընտրություն, ահա այս երկու փոխանակություններից որն է ձեռնտու, զինվորը վերցնել ձիով, թե թագուհով։ Եկեք սկսենք ձիով, փորձենք ձիով։ Ձին վերցնում է D4-ի զինվորը, վերցրեցինք 1 միավոր, իրենց հերթին սևերը կարող են պատասխանել և հարվածել սպիտակների ձիուն, ահա այսպես, շահեցին ձի, իսկ այն 3 միավոր էր, բայց սպիտակները շարունակում են փոխանակումը և ահա այսպես, շահում են ևս 3 միավոր։ Արդյունքում ունեցան 4, 1 ձի և 1 զինվոր, 4 միավոր, սևերը ընդամենը 3։ Ձեռնտու էր վերցնել ձիով, հիմա փորձենք մյուս տարբերակը։ Եթե մենք վերցնենք զինվորը թագուհով,
Այո, վերցրեցինք մեկ զինվորի, բայց սևերը պարզապես կվերցնեն մի ամբողջ թագուհի, ինչը իհարկե արդեն ձեռնտու չէ, 9 միավոր։ Նույնիսկ եթե մենք փոխադարձ վերցնենք, շարունակենք փոխանակումը վերցնենք ձի, պարզապես ունեցանք 4, մենք տվեցինք մի ամբողջ թագուհի, իհարկե այն ձեռնտու չէ։ Փաստորեն, այս դեպքում ճիշտը հարվածելն է ձիով։ Սույն օրինակում, որ վերցրած է մեր դասագրքերից, ինչպես տեսնում ենք, սևերին ձեռնտու է փոխանակել ձիով վերցնել թագուհին, այդ դեպքում նրանք կստանան 9 միավոր, իրենց հերթին թագուհին պաշտպանված է սպիտակ արքայով, սպիտակները նույնպես կարող են հարվածել այստեղ սև ձիուն, սակայն կվերցնեն 3 միավոր, փաստորեն այստեղ փոխանակումը շահավետ է սևերի համար, նրանք ձեռք կբերեն ավելի շատ միավորներ։ Այժմ անցնենք վարժություն տետրերի առաջադրանքին, խաղաքարերի այս երկու սյունակի սպիտակների և սևերի հավասար խմբերը միացնենք իրար, ինչպես օրինակում, օրինակ նավակը կազմում է 5 միավոր, իսկ 5 միավոր միասին կազմում են 1 ձին և 2 զինվորը, 3 գումարած 1 գումարած 1, սրանք իրար հավասար են, ուրեմն հավասար փոխանակման դեպքում նավակը կարելի է փոխել 1 ձիու և 2 զինվորի հետ, մոտավորապես կլինի հավասար փոխանակում։ Երկրորդ տողում մենք ունենք նավակ, որն արժե 5 միավոր, ձի 3 միավոր և զինվորիկ 1 միավոր, միասին 5 գումարած 3 հավասար է 8 և ևս 1 հավասար է 9, այսինքն այս տողում մենք ունենք 9 միավոր, այս կապույտ տողում 9 միավոր, իսկ որ խաղաքարն է 9 միավոր, դա իհարկե թագուհին է, ուրեմն այս 3 խաղաքարը հավասար են 1 թագուհու, խնդրեմ 9 միավորը հավասար է 9 միավորի, հաջորդ տողում փիղը և ձին յուրաքանչյուրն ունեն 3 միավոր, միասին 6 միավոր, իսկ 6 միավոր այս հաջորդ սյունակում ունեն օրինակ նավակը և զինվորը միասին 5 գումարած 1, միասին կանի 6 միավոր, եկեք տարբեր գույներով միացնենք, որպեսզի հնարավոր լինի հետևել գծերի ճանապարհին, ահա այսպես, ենթադրենք, ուրեմն փիղը և ձին հավասար են նավակին և զինվորին, երկուսն էլ 6 միավոր են, հաջորդը թագուհին և զինվորը, թագուհին 9 միավոր և զինվորը 1, միասին 10 միավոր, իսկ որ խաղաքարերն են միասին 10 միավոր, խնդրեմ երկու նավակները, նշենք նաև փղի և ձիու քանակը, երկու նավակները միասին 10 միավորն են, 5 գումարած 5, այսպիսով ահա այս տողը թագուհին և զինվորը հավասար են երկու նավակների, ենթադրենք այսպես, տեսեք տարբեր գույներով փորձենք, որպեսզի տեսանելի լինի, և մենք ունենք 3 զինվորիկ, յուրաքանչյուրը 1 միավոր են, միասին փաստորեն կլինեն 3 միավոր, ինչը փղի մոտավոր արժեքն է, ուրեմն 3 զինվորիկները միացնում ենք փղին, ահա այսպիսի տեսք կարող է ունենալ մեր վարժությունների տետրի առաջադրանքը, շնորհակալություն և մինչ հանդիպում։